Հաջորդ հարցը Լիպսիմե Ջեբեջան։ Հաջորդը դուք 2019-ի օգոստոսին տեսանագետի հրապարակում հայտարարեցի անուններ, ասում եք, որ եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ապա ինչու է Ռուբեն Վարդանյանը, Վարդան Սերմայքեշը, Սամվել Կարապետյանը միլիոնավոր դոլարների ներդրումներ անում Հայաստանում և Արցախում, դուք այնտեղ մեծ ոգևորությամբ որդորում էիք, ասում էիք անուն առանց այս մարդկանց պետք է հիշենք և որդորում էիք ծավ տան, եթե մոռացել եք այս բանը, ես կարող եմ կարճ մի պահով այդ միացնել, տեսեք։ Ինչի կարճ, երկար միացրեք լսենք։ Չէ, ոգևորության բանը։ Ես արագացրացեք դրե, շատ արագացրեք, որ ավելի բան, տպավորիչ ինչ։ Բայց հաստատ ավարտեցիք, էլ չեք ուզում միացնենք։ Ասում եք, հեսա կեզ կմիջամտել մեր ձևով ստահակ, Սամվել Կարապետյանի բարերար վերցնում եք շագերտների մեջ, այլևս այդ մարդը չի համարվում բարերոց ու բարերար, Սամվել Կարապետյանը հայտնվում է բանտում, Ռուբեն Վարդանյանը բանտում։ Սրանից հետո մենք տեսանք, որ սուտ բանտանի սուտակում երեք այսպիսի նույն ոգևորությամբ դուք ասում եք, որ ծապ տանայ նույն 10 եպիսկոպոսներին, որոնք դավաճանել են ՎՀԿ հայրապետին, ինքնով են շրջվել նրանց և արդեն ձեր կեցավայրում հայտնվել, ինչ-ինչ հանգամանքների վերումով, ետ եք ձեր ձևով միջամտելու և արդեն այդ 10 եպիսկոպոսներին եթեք տեսնելու բանտելու։ Դուք ներողություն եք խնդրում Հիսուս Քրիստոսին նրան մենակ թողնելու համար, երբեք ներողություն խնդրելու, ավելի ճիշտ ոչ թե ներողություն խնդրելու, այդ դեպքում պատասխանատվության ենթարկվելու նրա համար, որ բազմահազար ձեր քաղաքացիներին իրենց վշտի հետ մենակ են թողել։ Նրանք այդ վիշտը ապրել են ձեր որոշումների հետևանքով։ Կառավարության առաջ քիչ առաջ Պարոն Փաշինյանը իր զոհված որդու լուսանկարը ձեր թիմիկին, արցունք աչքերին փակագում է ձեր այդ հանդիպման խաբեության զոհ է դարձել, որդու գերեզմանակարի հետ կապված և այսպես տարբեր այդյաններով 3 տարի շրջում է արդարադատություն չի տեսնում ձեր երկրում։ Ձեր հազարավոր քաղաքացիներ չեն տեսնում ձեր ներկայությունը իրենց կյանքում լավ առնում, դրական առնում, ոչ թե բացասական։ Երբեք պատասխանատվության ենթարկելու այդ քաղաքացիներին մենակ թողնելու համար։ Ուրեմն նախ ասեմ ես, որ ես զոհվածների, անհետ կորածների, հարազատների հետ հանդիպում եմ այնպիսի պարբերականությամբ, որի մասին դուք պատկերացում չունեք, որովհետև մենք չենք լուսաբանում այդ հանդիպումները, որովհետև մենք չենք անում այդ հանդիպումները PR անելու համար։ Երկրորդ է, ես ձեզ ասացի, որ այն օրվա երթին օրինակ այդ թվում եկեղեցիներում, պատարակների ժամանակ բազմաթիվ զոհված զինծառայողների հարազատներ են մասնակցում եւ նրանք հաճախ գալիս են իմ կոչով։ Դուք չեք նկատում այդ մարդկանց։ Ես այդ թվում ամեն օր քաղաքացիներից տասնյակ նամակներ եմ ստանում, տասնյակ նամակներ, եւ պատասխանում այդ նամակներին, եթե հարկ լինի դա ապացուցել, դա նաև կարող եմ ապացուցել, եւ ես բոլոր այդ մարդկանց կարիքները գիտեմ, եւ գիտեք, ասում եք, դեպքեր կան, որ վարչապետը ուզենա էլ արդարադատություն չի կարող իրականացնել, եւ դա է ինստիտուցիոնալ պետությունը, երբ որ ինստիտուտները իրենց տեղում աշխատում են։ Չնայած մյուս կողմից ես տասնյակ նամակներ եմ վերահսկագրում արդարադատության նախարարին, գլխավոր դատախազին, քննչական կոմիտեն, նրանց խնդրելով ուշադրություն դարձնել
քաղաքացիների նամակներին եւ որևէ պատասխան կամ իրենց տալ կամ ինձ ուղարկել որևէ ինֆորմացիա իմիջիալոց այսօր Facebook-ի էջում մի հատ բան էի գրել քաղաքացիներ նամակ գրել ինձ որ տենց խաբեության զոհ է դարձել եւ ես ուղղակի ամենալավ արարքը համարեցի այն արձագանքը որ Facebook-ից էջում դնեմ մարդիկ կարդան որ թե ինչ սխեմաներ են գործում եւ մի քիչ զգուշ լինեն եւ տենց հեշտությամբ չտրվեն վստահության, որ փողեր փոխանցեն, երկու անգամ 1000 դրամ ստանան, հետո դրա դիմաց միլիոններ փոխանցեն ու խնդրի առաջ կանգնեն։ Ինչ վերաբերում է մնացած խնդիրներին, ես նկատի ունեմ ամեն օր, բառացիորեն ամեն օր, ես տասնյակ քաղաքացիների նամակների եմ պատասխանում։ Ես առավոտյան ժամը 5-ին արթնանում եմ ամեն օր եւ իմ առաջին գործը ամեն օր տեսնել, թե քաղաքացիները ինչ նամակներ են գրել ինձ եւ ես հաղորդակցության մեջ եմ այդ թվում զոհվածների ընտանիքների հետ, այդ թվում քաղաքացիների հետ, խաբեության զոհ դարձածների հետ։ Ես չեմ կարող ասել, որ նրանց բոլոր բարձրացրած հարցերին լուծում տալիս են, որովհետեւ հարցեր կան, որոնց լուծման հեղինակը առաջնային ես չեմ, բայց որ ես ինձնից կախված անում եմ, որպեսզի մարդկանց հարցերը լուծում ստանան։ Բնական ընտանեկան խնդիրներ, որ վարչապետը ինչ գործ ունի ընտանիքի ներսում տեղի ունեցող իրադարձության։ Մի տուն ունեն երկու աղբեր չեն կարող կիսեն։ Դա վարչապետը պետք է գնա մեկ էլ սկսի տներ կիսելով զբաղվել։ Ես կարծում եմ, որ ոչ։ Ինչ վերաբերում է ելույթին, գիտեք, այդ ելույթը հայտնի է հրապարակային, ես դրան բազմիցս անդրադարձել եմ, բայց իմիջիալոց, ասեմ ձեզ, շատ լավ առիթ տվեցիք։ Այդ ամեն ինչը ես այդ թվում ինչի համար էի ասում։ Այդ թվում նրա համար, որ հավատում էի, որ ահա Հայաստանում տեղի են ունեցել քաղաքական վերափոխումներ, ժողովրդավարություն եւ կարելի է ազգային նպատակների շուրջ համախմբել Սփյուռքի ներուժը։ Հետո Սփյուռքի ներկայացուցիչները իրանք ինձ ուշադրություն հրավիրեցին մի փաստի վրա։ Ասցին այդքան, որ ասում ենք Սփյուռք։ Եկեք նայենք Ես բառացիորեն հենց Սփյուռքի ներկայացուցիչն է ինձ։ Ես հետո դրա մասին խոսել եմ հրապարակայինորեն, բայց իրանք են ուշադրությունը հրավիրել։ Եկեք նայենք 92 թվից մինչև 2018 թվականը Հայաստան համահայկական հիմնադրամը առանցքային ինստիտուցիոնալ օղակն է Սփյուռքի հանգանակությունները հավաքելու։ Ինչքան է հավաքել եւ Հայաստանում ինչքան ներդրում է արել։ Հետո պարզվեց, որ այդ ամեն ինչը իրականում մեր բոլորի մոլորությունն է։ Կա տնտեսական հետաքրքրություն, կլինի ներդրում, չկա տնտեսական հետաքրքրություն, չի լինի ներդրում։ Իսկ ինչ վերաբերում է ձեր նշած բարերարին, այդ նշած բարերարը թող էլեկտրաէներգիա ապահովեր։ Այդ իմը ասած մեխանիզմների գործարկման բա, որ գումարներ են գեներացվել, այսպես ասած բարերարության համար։ Ոչ մեկ իր հաշվին բարերարություն չի արվի։ Այդ բոլոր բարերարությունները արվել են մեր հաշվին, սպառողների հաշվին։ Էլեկտրաէներգիայի մատակարարման մանիպուլյացիաների արդյունքում յուրացումների եւ գումարներ ձեռք բերելու վարկեր վերցնելու տոկոսներով եւ տոկոսները մեր հաշվին փակելու հաշվին ոչ մի բարերարել չկա մոլորություն ա եղել դա ձեր մոլորությունն է ես կարծում եմ կներեք դուք բանը չեք հետևել բաներին Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նիստերին չեք հետևել, բա ո՞նց եք տենց բաներ ասում։ Այսինքն ենթադրենք հիմա թաքուն բաներ ասեմ, կասեք թաքուն բան, բա հեծը տվյալները հրապարակում, հաղորդագրությունները, դուք այդ ամեն ինչի չեք հետևում։ Իսկապես շատ զարմանալի է, լուր է մամուլը, ոչ մի բան չի նկատում։ Այդ ինչի չեք նկատում հետաքրքիրը։ Ինչն է ազդում ձեր տեսողության վրա եւ լսողության վրա։ Հետաքրքիրը։ Եթե կարիք կա առողջության ապահովագրության համակարգը հույս ունեմ շահառու եք եւ կարող եք ձեր տեսողությամբ եւ լսողությամբ առնվազն չեկապ անել։ Դե այդ դեպքում հարցերը ավելի են թանձրանում, բայց այդ ինչի չեք նկատում, այդ ինչի չեք լսում։ Հենց այդ եմ ասում, դուք ուրիշ բան եք տեսնում։ Ուրիշ Հարգելի գործընկերներ